Երկու քարի արանքում ծանր բեռի տակ է Բաքուն։ Այս օրերին Ալիևը պետք է Իսրայելի վարչապետին դիմավորեր։ Մեծ եղբայր Էրդողանը թույլ չտվեց, Թուրքիան չբացեց օդային սահմանը Նեթանյահուի օդանավի համար։ Անկարան մերժեց Բաքվի խնդրանքը, թե ճիշտ հակառակը, հենց Ալիևի խնդրանքով արգելափակեց Նեթանյահուի մուտքը Բաքու։ Ըստ քաղաքագետի, այստեղ է մեծ հարցը։ Ադրբեջանը բավականին բարդ իրավիճակում է, մի կողմից Իսրայելին պարտական է ինչ-որ հարցերում, Ղարաբաղյան պատերազմ ցուցաբերած աջակցության համար, բացի այդ այսօր Իսրայելի էներգետիկ մատակարարումների հարցում Ադրբեջանը կարևոր դերակատար է եւ պարտական է իր չէր կարող մերժել, այսպես ասած, Իսրայելի հետ այդ ավելի խոր դաշնակցային հարաբերությունները։ Բայց մյուս կողմից էլ չէր ցանկանա հայտնվել հակաիրանական կոալիցիայի մեջ, որովհետև լուրջ պատերազմի դեպքում դա անկախատեսելի հետևանքներ կունենա Ադրբեջանի համար։ Դրանով էլ չեմ բացառում, որ Ադրբեջանը չկարողանալով ուղղակի մերժել Իսրայելի հետ հետագա մերձեցումը, պարզապես Թուրքիային խնդրել է կամ հասկացրել է, որ եթե կարող ես այնպես արա այդ հանդիպումը տեղի չունենա կամ հետաձգվի կամ չեղարկվի։ Բիբին, որ Ադրբեջան հնգորիա այցով էր գնալու, պետք է քննարկեր նաև Իսրայել-Թուրքիա խորքային հակասությունները, որ միմյանց բախվում են Սիրիայում։ Բաղդասարյանի խոսքով կշեռքի նժարին դնելու դեպքում Բաքուն ակնհայտորեն նախապատվությունը տալու է Անկարային։ Պետք չի ակնկալել կամ հույս ունենալ, որ Իսրայելին կհաջողվի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև հակասություններ սերմանել, նրանց տարանջատել։ Նախորդ շաբաթ իսրայելական կործանիչները հարվածեցին Դամասկոսի նախագահական պալատի մերձակա շրջաններին, հետո հայտարարեցին, թե օդային հարձակման նպատակը վերջին օրերին Սիրիայում մահացու բռնությունների թիրախում հայտնված դրուզ կրոնական փոքրամասնությանը պաշտպանելն է։ Բաղդասարյանի խոսքով այս փուլում առավել քան կտրուկ սրվել են Իսրայել-Թուրքիա հարաբերությունները։ Նույնիսկ կարծիք կա, որ Իսրայելի համար մեկ թշնամին ոչ թե Իրանն է, այլ Թուրքիան։ Մինչև ուր կարող է հասնել լարվածությունը, փորձագետի խոսքով ուղիղ ռազմական բախման հավանականությունը չնչին է։ Այսինքն այդ վախը կա Իսրայելից, զգուշությունը կա եւ չեմ կարծում, թե այդտեղ ուղղակի առճակատում կլինի։ Բայց նաեւ կարգավորում արագ չեմ ակնկալում, որովհետեւ ամեն դեպքում Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները լարվածությունը շատ խոր արմատներ ունի, չմոռանանք, որ ինչպես արաբական աշխարհն է երկար հարյուրամյակներ եղել Օսմանյան կայսրության կազմում եւ նաեւ թշնամանք այդտեղից է, բայց Իսրայելն էլ է եղել Օսմանյան կայսրության կազմում եւ այդտեղ նույն եւս պատմական այդպիսի խոր արմատներ ունի այդ, այսպես ասենք, անբարյացկամությունը պատմական։ Որքան պահպանվի թուրք-իսրայելական լարվածությունը, այնքան կնվազի Իրանի դեմ ուղիղ գործողությունների հավանականությունը։ Սա օգուտ է Հայաստանի հարավային հատվածներում ստաբիլության պահպանմանը։ Այսպիսով, ըստ Բաղդասարյանի, նվազում է նաև մեր տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։